Անքել փորձել։ Պարոն Ալեքսանյան, բարև ձեզ։ Պարոն Ալեքսանյան, քաղաքացիներն ընտրող մուտքը մեկ բացում են, մեկ փակում։ Մենք կարող եք ուղիղ եթերը նայել կտեսնեք։ Մուտքը մեկ բացում են, մեկ փակում։ Ինչպես է ձեզ կարելի է ներս մտնել քաղաքացիներից շատերին չէ։ Դե մենք էլ ավելի ուշ մտանք, մեզ էլ էին ընտրողաբար ներս թողնում։ Մարդիկ էին մտնում, հետո մտնում են։ Ով ում չեն թողում, նկարեք եթե մարդիկ չեն թողում։ Իսկ ուժայինների այս գրոհը եկեղեցու տեսնում, Ձեզ ասում են բացում փակում են, բացում փակում պարբերաբար, այսինքն այդպես հազարներով։ Պարոն Ալեքսանյանը, ուժայինների այս գրոհի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Չեք տեսնում, այստեղ ուժայինները ավելի քիչ առաջ երբ իմ աշխատանքը խոչընդոտվում էր, երբ լրատվամիջոցները ներսում էին, իսկ ինձ թույլ չէին տալիս, այո։ Ես այնպես իրավիճակում էի, որ առնվազն իմ աշխատանքը խոչընդոտվում էր, պարոն Ալեքսանյան։ Չեմ նկատել նման բան, նոր եմ եկել, Անուջան, ցավում եմ, եթե նման բան է տեղի ունեցել, որովհետև ես օրինակ միշտ ասել եմ, որ դուք ընդդիմադիր լրագրության մարմնավորումն եք եւ դուք մարմնավորում եք ձեզնով ընդդիմադիր լրագրողներին ու կարծում ձեր նկատմամբ նման պահվածքը անթույլատրելի ու անընդունելի է։ Ցանկացած պարագայում, որովհետեւ նորից եմ ասում, իմ ընկալմամբ ու իմ կարծիքով դուք ընդդիմադիր լրագրության լավագույն սերունդն եք։ Ու ձեր նկատմամբ նման վերաբերմունքը նորից եմ ասում անթույլատրելի է, հարկելի է։ Պարոն Ալեքսանյան, ինչպես կգնահատեք այս իրավիճակը, որ երբեք եկեղեցին ամբողջությամբ շրջափակված է ոստիկաններով, ուժային կառույցներով, սա դուք նորմալ եք համարում։ Ասում ենք, բոլոր մտքերը ոստիկանական ուժերով են շրջափակված։ Այսինքն սա համարում է նորմալ երևույթ, որ պատարագ է մատուցվելու նման ուժային կառույցների վերահսկողության մեջ։ Իսկ ուժային կառույցները ձեզ ինչով են խանգարում։ Ես կներեք էլի հազարներով դուք ինչ որ ենթամշակույթի կրող եք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ձեզ խանգարում են։ Գյումրեցիները ասում են, երբևէ մենք նման բան չենք տեսել, գյումրեցիներից երբևէ նման բան չենք տեսել։ քաղաքացիները ասում են սայլուկ են, ներողություն բառացի մեջ բերեմ, ասում են, ես ինչ իրավիճակ է, աննորմալ են, սայլուկ են։ Իմ այդ վիրավորական արտահայտությունները Բառացի եմ մեջ բերեմ, բառացի պարզապես։ Հավատացնում եմ ձեզ անկեղծորեն, ես էլ բառացի շատ բան կարող եմ մեջ բերել։ Ամենայն անկեղծությամբ, բայց կարծում եմ վիրավորական արտահայտությունները տեղ չեն։ Ձեր հարցին ի պատասխան ես չեմ հասկանում այդ դիսկոմֆորտը, որ որոշ մարդիկ զգում են օրինակ ոստիկանության ներկայացուցիչներից։ Պարոն Ալեքսանյան, երեք քահանաները ասեցին, որ եթե նման իրավիճակ լինի, ուրեմն եկեղեցին բռնազավթված կհամարեն, այսինքն հիմա եկեղեցին բռնազավթված։ Քահանաները։ Սուրբ Յոթվերք եկեղեցու Շիրակի թեմի քահանաները։ Ինչով է բռնազավթված իսկ։ Որովհետև իրենք պատարագ չեն մատուցելու եւ իրենց ծառայության վայրն է եւ իրանց ինչ-որ մեկը արգել է, դա։ Փորձել են խմբագրել պատարագի տեքստը եւ կարգը ըստ էության, այսինքն իրենք ահազանգում են գրաքննության մասին, ինչը ի դեպ Նիկոլ Փաշինյանը չի հերքում, ասում է մենք ենք խնդրում, որպեսզի կաթողի, բայց մարդիկ 30 տարի այդ անունը տվել են, ինչպես չտա։ Կարծում եմ ինչ-որ մի վատ բան, ցանկացած մի վատ բան, որը տևում է 30 տարի, պետք է ունենա իր վերջը, անկախ նրանից տևում է 30 տարի, 40 տարի, 50 տարի։ Պետք է ունենա իր վերջը։ Իսկ Կտրիչ Ներսիսյանի անունը տալը դա վատ բան է, որտեղ Կտրիչ Ներսիսյանը ուխտադրուժ է։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, Կտրիչ Ներսիսյանը պաշտպանում է մի arczepiskopos-ի, որը փաստացի ներողություն եմ խնդրում, հազար ներողություն, եկեղեցու էլ առաջ ենք, բայց սրբապիղծ է ու այդքանով հանդերձ ես կարծում եմ ամեն ինչ դրանով ասված է։ Երեք Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան, որտեղի սկզբանե որոշվել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա եւ մասնակցի պատարագի, նշում էր դուք Աստված եք, որ փորձում եք եկեղեցին մաքրագործել, դուք չունեք այդ հնարավորությունը։ Այս համանդրորեն չունեք։ Այսինքն Սահմանադրությունը կոնկրետ արգելում է կոնկրետ մարդկանց իրանց հավատքի սահմաններում գործողությունները։ Սահմանադրությունը արգելում է գործերին։ Իշխանություններին Հարգելի գործընկերներ, իշխանություններին գուցեև արգելում է, բայց հայ առաքելական եկեղեցու հավատավոր հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդներին միանշանակ չի արգելում։ թույլ կտակ հիմա հայ առաքելական եկեղեցու ցանկացած հավատավոր ժողովրդի հետ այսպիսի զորք է գնում
երբ որ օգտագործվում են այդ ուժային եւ վարչական լծակները, դա այդ չեղավ, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն է գալիս, չէ, եղավ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է գալիս։ Ներողություն, բայց վարչապետը երբ որ չգիտեմ, օրինակ գնա իր ինչ որ մի բարեկամի ենթադրենք հարսանիքին, չգիտեմ, եղբոր տղայի օրինակ հարսանիքին, եթե գնա, էլի այդ կառույցները գնալու են իր հետ, որովհետև նա Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ օրենքով է ամրագրված, որ նա պետք է ունենա հատուկ ծառայությունների հսկողություն։ Եթե ազգաներողություն ավելի շատ պետական պաշտպանության ծառայության աշխատակիցներ Ես համաձայն չեմ։ Ես տեսնում եմ ինչքան մարդ է այստեղ մտնում ու ես տեսնում եմ հիմա այստեղ ինչքան մարդ է մտնում, հարգելի ընկերներ, ու ես տեսնում եմ, որ վերջին 1-2 ամսում Հայաստանի որովհետև մենք տեղեկություններ ունենք, որ պետական կառույցներին պարտադրել են պետական հիմնարկների, մարզպետարանի ենթակայության հիմնարկների անուն տվեք։ Մանկապարտեզներ, դպրոցներ, մանկապարտեզները քաղաքապետարանի ենթակայության տակ են, կներեք ավարտե մանկապարտեզները քաղաքապետարանի ենթակայության տակ են։ Ու երբ որ ներքին նգնն եկել էր Վարդանիկի հետևից, այո, Վարդանիկը պարտադրել էր, որպեսզի մանկապարտեզի աշխատակիցները դուրս գան միտինգի եւ դրա համար էլ հատուկ գործ պետական մյուս կառույցներին պարտադրել է, որովհետեւ նաեւ ձեր ներքին այդ ոնց են ասում, մեսենջերի խոսակցությունները, որ պլյուս են գնում, ես ներկա, դու ներկա, այս մյուս կառույցին կասեք։ Մի վարքյան ինչն է մանիպուլյացիան, որ ասացի Վարդանիկը ասացի մանկապարտեզներ, դպրոցներ, բան դուք միանգամից շեշտվեցիք մանկապարտեզների վրա, դպրոցները, հուշհաստատությունները, որոնք այստեղ ներկա են։ Այսինքն դուք շեղեցիք, որ չշեղեցի ձեր խոսքի վրա, պատասխանեցի ձեր խոսքին, հիմա դե պատասխանեք նաև հուշհաստատությունների հարցին։ Չէ, դուք ընդունում եք, որ դա մանիպուլյացիա չէ։ Ես չեմ եղել, ես չեմ տեսել։ Չէ, ընդունում եք, որ դա մանիպուլյացիա չէ։ Մանիպուլյացիա է, իհարկե մանիպուլյացիա։ Դե ժողովուրդ ջան, շատ լավ։ Այստեղ է նաև Դիլիջանի հայտնի քաղաքապետ։ Խնդրում եմ, հա, հիմա արմար չի զբաղված եմ։ Ինչ եք անում, քայլում եք ընդամենը։ Չեք խուսափում պատասխանել հարցերին։ Այլևս ձեր անտառներում հրդեհների վտանգներ չկան եւ նաեւ ձեզ մոտ եկեղեցի չկա, որ մեկ հովանավանքում եք, մեկ էստեղ։ Ժորժան, չեմ պատասխանում, լավ։ Պարոն Սարգսյան, ինչի եք ծխախոտը ձեր ձեռքին այլով տարածքների հատված եւ ներկայացնում իրավիճակը։ Լսեք, խնդրում եմ եւ նորմալ ձևով ձեզ ասացի, ոչ մի հարցի չեմ պատասխանում։ Դուք պաշտոնյա եք եւ Պաշտոնատար անձ եմ, երբ որ կհրավիրեմ մամուլի ասուլիս, ձեզ էլ կհրավիրեմ, դուք այդ ամեն ինչի չեմ պատասխանում։ Մամուլը գրել էր, որ դուք սկանդալային պատմության մեջ եք ընկել եւ ծեծկրտուքի մասնակից եք եղել, ձեզ Ասում են ձեզ ծեծել են, ասում են ձեզ ծեծել են։ Ես այդ ամեն ինչի բացատրել եմ, չկա նման բան։ հերքում եք, որտեղ ունեցել միջադեպ եւ ծեծի եք ենթարկվել։ Կա նման բան։ Ասում են երկու համայնք իրար դեմ եք հանել։ Ասում են, որ դուք երկու համայնք իրար դեմ եք հանել եւ վերջում դրա համար ծեծ եք կերել։ Հարգելի հետևորդներ, դուք տեսնում եք Դիլիջանի աղմկահարույց քաղաքապետին, նա այս անգամ իր վարքագիծը փոխել էր եւ լրագրողների վրա չէր գոռգռում։